Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Արգենտինայում քննարկալն հայերի ցեղասպանության վախտը կանանոցնա խորհրդի ճակատագրերը խմբակվում խոսում չն Արցվաշենը ետալի մասին։ Հայերի ցեղասպանությունը վերապրած լուսանկարչին թորնը Մարսելում ներկայացրալ է յուրանդեդոյին գործերը։ Իսրայելի ռեժիմը ավիահարվածներ հսցրալ ու հրետակոծել է Լիբանանը հարավը։ Իրանը նախագահ հայտարարավեր ժամանակն է բրծնել կռևը Ամերիկայի հետ։ Հայ-Լիբանանի ռեստորանը ամենալավն է ճանաչվել Ավստրալիայում։ Խեասոր կարևոր քեմագանել Արևմտյան Հայաստանապետական հեռուստատեսությանը միացիկ մեր վետերաններին։ Բուենոս Այրեսի համալսարանի հայագիտական ամբիոնում անցկացվել է լռության ու հիշողության միջև կնանեքնախոխերքը հայերի ցեղասպանության տարիներին խորագրավ սեմինարը։ Դասընթացին վաղ ուսումնասիրվել կանանոցնախոխորձի նկատմամբ իրականացված բռնությունները, բռնի ամուսնությունները, կորոնափոխությունը, ինքնության փոփոխությունը, ընտանիքների բաժանումը։ Պատմաբան Նելիդա Բուլգուրջյանի խոսքով գենդերային տեսանկյունը հնարավորություն է տամ ավելի ամբողջական պատկերացնելի հայերի ցեղասպանության հետևանքներն հայ ինքնության ոչնչացման գործընթացը։ Ադրբեջանագետաթև Հայրապետյանը անդրադարձել է Արցվաշենը հարցին, նշել ավեր ադրբեջանական տեղեկատվական դաշտում հանդիպալ չի հրապարակումների, որոնցում Արցվաշենը ներկայացվում է որպես հայկական տարածք ու պահանջում է դրա վերադարձը Հայաստանին։ Հյուրանոցելավը փոխարեն ադրբեջանական մեդիայում դրական արձագանքներին հնչում Հայաստանի իշխանությունների հայտարարությունների վերաբերյալ։ Հայրապետյանը կարծում ավեր անհրաժեշտ է կենտրոնանալ վեճթաթեզեջումների մասին քննարկումների, այլ դրանք կանխելի հնարավորություններին իրան։ Յուրան գնահատում ավը Բաքուն պատրաստվում չի վերադարձնել Արցվաշենը, ուստի Հայաստանը պիտի հետևողական աշխատանք տնի թեզը տարածքային կանխելի ուղղություն ավը։ Հայերի ցեղասպանությունը վերապրած լուսանկարիչ Գեգամ Ջեգալյանը 1930-ականներին տեղափոխվել է Պաղեստին, իսկ 1944 թվականին Գազայում պետցարալ առաջին լուսանկարչատունը։ Սոյրան Թորնը արվեստագետ Գեգամ Ջեգալյանը Մարսելում ներկայացրալ է Պապիկի լուսանկարչական ժառանգությունը ֆոտո Գեգամով Գազա Unboxing and Unmade Archive խորագրավ ցուցահանդեսը կազմակերպել է Սեզոն Մեդիտերաններ 2026-ի շրջանակում։ Ցուցահանդեսը Մարսելում գործելու է մինչև սեպտեմբերի 12-ը։ Իսրայելական ռազմական ինքնաթիռների ուրբաթ քշերը մի շարք ավիահարվածներին հսցրել Լիբանանը հարավին հաղորդում է երկրի ազգային լրատվական գործակալությունը։ Գործակալության տվյալներով հարվածներին թիրախընտրալ Ալի Ալ-Թահերի բլուրը, Ալ-Դաբշեհ, Դուհատ, Քֆար, Ռեման բլուրների միջև ընկած շրջանը, հունցնև Նաբաթիա Ալ-Ֆաուկայի հյուսիսային ծայրամասը։ Միաժամանակ իսրայելական ուժերը հրետանային գնդակոծության են ենթարկել Լիբանանը հարավի մի քանի շրջան է, մասնավորապես արկերը նորից հսան Ալի Ալ-Թահեր բլրի շրջանին։ Հարվածներին դարդան տուժածների ու ավերածությունների մասին առայժմ հաղորդվում չի։ Իրանը նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է վեր անհրաժեշտ է բրծնել Ամերիկայի հետ ամիսներ շարունակող կռվը, ընդգծել ավեր Իրանը բանակցությունների ներկայացումը որպես ուժեղ դիրքել է։ Իրանցիլավը այժմ հարմար ժամանակն է պատերազմը դադարեցնելի հետի, որովհետև Իրան գնահատում է Իրանը գտնվում է ուժի ու արժանապատվության դիրքում։ Փեզեշքյանն նաև մեղադրել է Ամերիկային Իրանը դպրոցների հիվանդանոցների ենթակառուցվածքների իրան հարձակումներին դերդան։ Ավստրալիայի Մելբուրն քաղաքում գործող հայ-լիբանանյան Զարե ռեստորանը հեղինակավոր Gourmet Traveler Restaurant Awards մրցանակաբաշխության շրջանակում պաշտոնապես ճանաչվել է տարվա ռեստորան։ Սրա մասին հայտնել է Guardian Australia։ Ռեստորանի հիմնադիրներն են շեֆ խոհարար Թոմ Սարաֆյանը, Ժինան Բոասին, Զարեը միավորում է հայկական, լիբանանյան ու եգիպտական խոհանոցների ավանդույթները։ Մրցանակը ավանդապաշտ շնորհվել է եվրոպական ուղղվածությունով բարձրակարգ խոհանոց ներկայացնող ռեստորաններին, սակայն 2026 թվականին առաջին անգամ հաղթող է ճանաչվել հայ-լիբանանյան խոհանոցը ներկայացնող նախագիծը։ Արևմտյան Հայաստանը հեռուստատեսությունը հավատարիմ մնալավ իրան սկզբունքներին է եշողների նշանակում նախապան գործընթացի մոտեցումներով։ Հունց արդեն գիտում ենք մեր հեռուստատեսությունը ինքնագովված դավ չի զբաղվում հիմնականում հեռարձակում Արևմտյան Հայաստանապատմության նույնաների ապագայի մասին տեղեկատվություն, քաղաքական օրենթատեքստերով հունցնվել տեղեկատվությունները տամ ու պիցերցնում տարբեր հարցեր։ Արևմտյան Հայաստանը հեռուստատեսությունը գրանցալ իրան ամենակարևոր նվաճումների ամենը հրատարակել է Արևմտյան Հայաստան շաբաթաթերթը վերի նպատակն է պահպանել ու տարածել մեր պատմությունը, մշակույթն ու ինքնությունը։ Մունք նավթափանցի կոմաչելի ձևով ներկայացումը Արևմտյան Հայաստան Հանրապետության նախագահի կառավարության ազգային ժողովի այլ կառույցների քաղաքական զարգացումները։ Ցելի հայրենակիցներ ձերքեմագյավը մեր հեռուստատեսության հնարավորությունները ավելին ընդլայնվում ու պնդանում մունք միասին ուժեղ։ Հայ վետերանների ու աջակցողների միավորում, ֆրանսիացի վետերանների ու հայկական ծագումով դիմադրողների միավորում 7-18-ից 70 տարեկանում մին կուճիր ազատ վախտոնի կարիք միանակ հիշատակի պահապաններին պատիվ հայրենիք աղբերություն ծեր խնդիրներինական պաշտոնական արարողությունների վախտը պիցերցնել Արևմտյան Հայաստանադրոշը։ Հիշատակի պահապանների իրանց նշանակալի ներկայացնող պաշտոնական արարողություններն է հիշատակի արարողություններին, որոնց մասնակցում են կազմակերպություններ ևս պատմում են հայ զինվորներին ակամավորներին վեր 1916 թվականից մինչև մեր օրերը իրենց կյանքը վտանգալն պաշտպանել ֆիզիկական վտանգի տակ գտնվող քաղաքացիական բնակչության Խնդրում ենք հապաղիկ վեճկաֆիկ նախագահ Ժան Ղազարոսյանին հետ լրացուցիչ տեղեկություններ ստանալի հետի։
Սիրելի հայրենակիցներ, այսօրվա տեսքանը պատրաստալ ապրիկ ուշադրության հետ ի պնդկացիք։